Փայլող աստղեր հեռուստահաղորդման հերթական թողարկումն է Փարվանայի եթերում, տաղավարում աշխատում է Տիգրան Ղարասլյանը։ Այսօրվա հերթական թողարկման հյուրը մեր Սայաթ-Նովա աշխուղական դպրոցի սան Նոդա Եփրիկյանն է։ Նրա տաղանդը նկատվել է դեռևս 4 տարեկանից։ Սկսել է հաճախել մասնավոր պարապմունքների 10 տարեկանից։ Մասնակցել է մի շարք փառատոների Վրաստանում, Հայաստանում, Բուլղարիայում։ Ամենատպավորիչը փոքրիկ երգչի համար Ջավախքի ձայնը մրցույթ փառատոնն էր, որը եւ դարձել է ոգևորության ալիք։ Մտադիր է դառնալ երգիչ։ Բարև ձեզ, ես Նոդա Եփրիկյանն եմ, եկել եմ գյուղ Արմայից, 12 տարեկան եմ եւ ինձ համար ժողովրդական երգը ունի շատ մեծ դեր։ Դուք ինքնուս եք սովորում ժողովրդական երգ, թե հաճախում եք ինչ-որ տեղ պարապմունքների եւ արդյոք ունեցել եք ինչ-որ հաջողություններ։ Պատմեք ամեն ինչի մասին, ինչքան կարող եք։ Հաճախում եմ Սայաթ-Նովա անսամբլում, սովորել եմ մոտավորապես արդեն 2 տարի, երգել եմ շատ վաղ, 4 տարեկանից, ունեցել եմ շատ մեծ հաղթանակներ տարբեր տեղերում եւ Երևանում եւ Վրաստանում եւ Բուլղարիայում եմ հաճախել, մասնակցել եմ Ջավախքի ձայնին, որտեղ անցել եմ բոլոր փուլերը եւ դուրս եմ եկել եզրափակիչ փուլ, մասնակցելով Արնո Բաբաջանյան համերգասարանում Երևանում։ Իսկ ինչ տվեց ձեզ Ջավախքի ձայնը, հիմնականում նշենք կենտրոնանանք Ջավախքի ձայնի մասին, այն ինչ տվեց ձեզ եւ ինչպիսի տպավորություններով դուք վերադարձաք այնտեղից։ Տպավորություններս լավ էր, ճիշտ է, ես տեղ չառա, բայց դե մասնակցությունն էլ ես համարում եմ հաղթանակ։ Ինչ որ դասեր սովորեցիք այնտեղից, ինչ որ։ Այո, պարապեցինք Մանվեր Մկրտչյանի հետ, որտեղ նա ավելի լավ սովորեցրեց, թե ինչպես պետք է երգեմ։ Ասում եք հաճախում եք Հայաստանի Սպիրյանի մոտ, նա ինչ արժեք ունի ձեր համար, ձեր վարպետը։ Հայաստանի Սպիրյանից ես անձամբ շնորհակալություն եմ հայտնում, քանի որ եթե Հայաստանի Սպիրյանը չլիներ, ես այսպիսի բարձունքների չէի հասնի։ Երգի հետ ունեցած կապը ձեր համար ժառանգական է, թե ձեռքբերովի է։ Ժառանգական է, հիմնականում երգի կապերը եկել են իմ մայրիկի կողմից եւ նաեւ շատ լավ երգում է իմ տատիկը։ Որպես մասնագիտություն մտադիր եք շարունակել ժողովրդական երգը, թե ունեք ինչ-որ ուրիշ նախասիրություններ, ուրիշ զբաղմունքներ եւ թողնելու եք երգը։ Այո, պետք է շարունակեմ երաժշտությունը եւ պլանավորում եմ, որ դպրոցս վերջացնեմ, սովորեմ կոնսերվատորիայում եւ կյանքս կապեմ երգի հետ։ Որպես երգիչ արդեն կարելի է այդպես ասել, քանի որ դուք մասնակցել եք բազմաթիվ բեմերում, եղել եք անգամ եվրոպական բեմերում, Ջավախքի ձայնը դա ամենակարևորն է մեր համար, մեր ջավախցիների համար, կկատարեք ինչ-որ մի երգ մեզ համար։ Այո, կատարեմ Աղասի Սպիրյանի երգերից Կռում կնամ։ Կռում կնամ արերգիր, կարոտս տար հայերուն, ավետարցած պապերուն, շինածեր գիրականգուն, կռում կնամ արերգիր, կարոտս տար հայերուն, ավետարցած պապերուն, շինածեր գիրականգուն, ու թևածին լայն արձակ, Արարատի լանջերին, հայացողա համբուր է, ուր տիրում է թշնամին, ու թևածին լայն արձակ, Արարատի լանջերին, հայացողա համբուր է, ուր տիրում է թշնամին։ Ջավախք աշխարհում ժողովրդական երգ ունի իր ուրույն տեղը։ Այստեղից ծնունդ են առել բազմաթիվ երգիչներ ու երգահաններ։ Բնական է, որ պիտի ծնվեն նաև երգիչներ ու պիտի աշխարհին տարածեն մեր հայ երգը, ժողովրդական երգը։ Մեր հեռուստատեսության հերթական հյուրը Նոդա Եփրիկյանն էր։ Ցտեսություն։